Հաղորդման հովանավորն է Կրթության միջազգային ակադեմիան։ Հանդիպման վայրը Հայրեստ ռեստորան։ Հայրեստ, հին համ, նոր զգացողություններ։ Երևանի Հայբուսակ համալսարան, բացառիկ պայմաններ, պետության կողմից ամբողջությամբ հավատարմագրված Հայաստանում ամենամեծ կրթօջախի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ։ Հետևեք մեր հազարավոր շրջանավարտների օրինակին, ապագան կառուցեք այսօր։ Երևանի Հայբուսակ համալսարան։ Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Պատահում է կյանքում այնպես, որ օրգանիզմը ընկնում է էքստրեմալ իրավիճակի մեջ եւ հնչեցնում այնպիսի տագնապ, որի արժևանզոր են մնացած բոլոր միջոցները։ Ահա հենց այդ պահին է, որ մենք մտածում ենք օրգանիզմի չբացահայտված պահեստային ուժերի մասին, որոնց գոյության մասին նախկինում չենք էլ կռահել։ Ահա հենց սրա մասին է այսօր մեր զրույցը։ Օրգանիզմի չբացահայտված պահեստային ուժերի մասին, մեր զինանոցի ամենաբարձր տրամաչափի զենքի մասին։ Ու մեր հյուրը Scanner թերապիայի կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռուբեն Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ, Նարա։ Պարոն Հարությունյան, ինչ եք կարծում, մարդիկ որքան հաճախ են կռահում օրգանիզմի չբացահայտված պահեստային ուժերի մասին։ Դա տրվում է բնությունից, դրանց գոյության մասին կռահելը, դա մարդը ձեռք է բերում տարիների դառը փորձի արդյունքում։ Մարդու օրգանիզմը բնության ամենագեղեցիկ եւ կատարյալ ստեղծագործություններից մեկն է։ Իսկ ինչ մեզ դժվարություններ են ցույց տալիս, տեղը հուշում։ Դա երևի մեզ կյանքի տեղն են մեզ հուշում, ոչ թե մեր առողջության։ Առողջությունը գիտեք, մարդը ճիշտ է, հասկանում է ինչ պետք է անել կամ ինչ չանել, որպեսզի առողջությունը պահել, որովհետև ամեն մարդ ինքն է իր առաջին բժիշկը։ Եթե ամեն ինչը չարաշահեցինք եւ չհետևեցինք մեր առողջությանը, իսկականից կարող ենք կորցնել առողջությունը։ Իսկ ինչ վերաբերում է օրգանիզմի հնարավորություններին, դա անսահմանափակ է։ Մեր օրգանիզմը ունի այնպիսի հնարավորություն, երբ որ կարողանում է կենտրոնացնել ուժերը հաղթահարելու համար հիվանդագին վիճակը կամ հիվանդությունը, կարող են հրաշքներ տեղի ունենալ։ Այն հիվանդը, երբ որ հանձնվում է հիվանդությանը, նրան բուժելը բավականին դժվար է։ Ճիշտ է, բժիշկը կարողանում է օգնել, ինչպես մենք կենտրոնում ենք կարողանում օգնել, բայց նրան երկար է տևում լավացման process-ը։ Պարոն Հարությունյան, այդ ձեր կենտրոնի հիմքում ընկած է հենց այդ օրգանիզմի չբացահայտված պահեստային ուժերի փիլիսոփայությունը, չէ՞։ Մեր Scanner մեթոդի հիմքը դա չինական ռեֆլեքսոթերապիան, ասեղնաբուժությունն է եղել, որը նույնպես հազարավոր տարիների ընթացքում փորձարական ճանապարհով եւ գիտական ճանապարհով ապացուցվել է, որ նա օգտագործելով օրգանիզմի ներքին պահեստային հնարավորությունները ազդելով ռեֆլեքսոգեն զոնաների կամ հատուկ բիոլոգիական ակտիվ կետերի վրա բերում է լավացում։ Իսկ դա ինչ է կատարվում։ Մեր կենտրոնը հենց Scanner մեթոդը հիմք ընդունելով այդ ասեղնաբուժությունը ստեղծել է նոր սարքավորում, որը ավելի հեշտ, ավելի մատչելի, ոչ ավելի ցավային է։ Բայց աշխատանքի փիլիսոփայություն եւ մոտեցումը նույնն է։ Մենք մեր կենտրոնում եթե դիմում են մեզ, մենք չենք բուժում առանձին հիվանդություն, մենք ամբողջ օրգանիզմը ընդունում ենք մենք ամբողջական եւ կատարում ենք մեր բուժումը։ Երևի այդ պատճառով է, որ մեզ մոտ լավացումներ բավականին կան։ Այսինքն դուք համակարգային եք մոտենում։ Մարդու օրգանիզմը դիտում եք որպես մի ամբողջ համակարգ։ Դեռ Հիպոկրատն էր ասում, որ բուժեք հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը։ Հիվանդին բուժեցիք, հիվանդությունը ինքը իրեն կլավանա։ Դա նույն փիլիսոփայությունն է, որ օրգանիզմը ունի անսահման մեծ հնարավորություններ։ Իսկ դուք կբացեք Scanner հապավումը։ Scanner դա դինամիկ էլեկտրոնեյրոադապտատիվ խթանում։ Բարձր հաճախականության իմպուլսներ են, որը ազդելով մենք հատուկ կետերի կամ մաշկի հատուկ շրջանների վրա, մենք ունենք մեր օրգանիզմում հարազատ իմպուլսներ, որ մեր նեյրոններով հաղորդում են եւ գլխուղեղի եւ պատասխան ռեակցիայով մենք կատարում ենք գործողություն գլխուղեղի հրամանով։ Եվ Scanner սարքը իրենից ներկայացնում է ինֆորմացիոն սարք, որը հայտնում է գլխուղեղին, որ կա այսպիսի տեղ հիվանդագին վիճակ եւ գլխուղեղը արդեն արտադրելով հատուկ նեյրոպեպտիդներ կան, ես չծանրաբեռնեմ մեր մասնագիտական տերմիններով, որոնք գլխուղեղը երբ միանում է բուժման ընթացքին, արտադրում են նեյրոպեպտիդները,
Մարդուն բուժելը, արդեն հիվանդությունը բուժելը շատ հեշտ է։ Ցանկացած մեթոդով եթե բուժում են կատարում, անգամ դեղորայքը։ Դեղորայքը ինքն էլ ազդելով հիվանդագին օջախի վրա, նույնպես աֆերենտ-էֆերենտ կապով տալիս է հաղորդում տեղեկատվություն գլխուղեղին, որ կա հիվանդություն, բուժում է։ Սքենարը ինչով է լավ, նա ոչ միայն բուժական սարք է կամ բուժական մեթոդ է, նա նաև կարողանում է ինքը ախտորոշել։ Մեր մաշկը համարվում է երկրորդ գլխուղեղը, հիմա այդպիսի կարծիքներ կան, որովհետև մեր մաշկի վիճակով մենք կարող ենք ամբողջ ներքին օրգանների վիճակի մասին տեղեկատվություն իմանալ եւ մաշկի ամեն մի հատվածը պատասխանում է մի օրգան սիստեմին կամ մեկ ներվային վիճակին կամ մեկ անոթին։ Սքենար սարքով երբ որ անց ենք կացնում մաշկի վրայով, որտեղ կա հիվանդագին վիճակ, որտեղ կա ֆունկցիոնալ խանգարումներ, ինքը կպնում է, չի փոխվում։ Ցույց է տալիս տեղը։ Ես չեմ ասում մասնագիտականը, որ մենք կարող ենք նաև թվայինով եւ վերլուծականով անել։ Եվ ասում եմ, այնց այստեղ որ աշխատեք, կարող է լավանալ։ Վերցնենք հասարակ բան, ասենք ասեղնաբուժը, եթե բուժում է ստամոքսի վրա չի անցկացնում ասեղը դնում։ Հատուկ կետի վրա դնում է ասեղը եւ հիվանդի մոտ գնում է լավացում, ստամոքսի ցավի վերացում։ Ստամոքսի նույն մեթոդով էլ աշխատում է սքենարը, մաշկի վրա ազդելով, ոչ մի ներզատական միջոցառում չեն կատարում, դա Ոչ ինվազիվ մեթոդ է։ Ոչ ինվազիվ մեթոդ է։ Եվ գիտեք լավ է ինչումն է։ Բիոլոգիական փոխադարձ կապի մեջ է մտնում սարքը օրգանիզմի հետ, մաշկի իմպետեքս, այսինքն ջրի աղային բալանսը փոփոխվելու ընթացքում նա ինքը ավտոմատ բարձրացնում եւ իջեցնում է իր դոզան եւ երբ որ օրգանիզմը ստանում է այնքան իմպուլսային էներգիա, որը արդեն բավական, նա ինքը իրեն անջատում է։ Դրա համար սարքը բացարձակ անվնաս է։ Կարող ենք օգտագործել մեթոդը հակացություններ։ Բացարձակ անվնաս է, կարող ենք մենք օգտագործել, ասենք, նորածին երեխաների մոտ եւ անսահմանափակ մեծահասակների մոտ։ Սահմանափակումները մի քանիսն են, որը ոչ թե խոսում է մեթոդի մասին, այլ օրգանիզմի վիճակից ելնելով։ Նորից ասենք կա արհեստական կարդիոխթանիչ, ստիմուլյատոր, որը դրված է սրտի ռիթմը կարգավորելու համար։ Ինչի է ասում սքենար չի կարելի կատարել, որովհետև կարող է ռիթմը խախտվել եւ բերել վատ բարդ հետևանքների։ Մյուս հակացությունը, որ կարող է սքենարը համարել ծանր հոգեկան հիվանդությունները կամ գլխուղեղի ծայրահեղ ծանր հիվանդությունները, որովհետև այդ դեպքում գլխուղեղի ֆունկցիոնալ կապերը խախտված են եւ սքենարը ազդեցությունը գլխուղեղի միջոցով, որպիսի բերի հիվանդության լավացման չի կատարվում։ Դա բարդություն չի առաջանա, բայց չելոքնի։ Անհայտ էտիոլոգիա ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ ինչի համար Սքենարը ազդելով նա ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգի միջոցով է բուժում, նաև ունի տեղային ազդեցություն։ Տեղային ցավի հանում, հակաբորբոքային, հակաայտուցային, անոթակարգավորող։ Նա կարող է բերել իմունային սիստեմի կարգավորման, հիվանդի վիճակը լավանա, բայց քանի որ անհայտ էտիոլոգիայի ինֆեկցիա է, որը չի բուժվում, մնում է եւ մարդը կարող է լինել վարակ տարածող։ Այն միայն դա են, իսկ եթե էքստրեմալ վիճակ է, որ մարդուն այդ րոպեին անհրաժեշտ է կատարել բժշկական օգնություն կամ օգնել մարդուն, որպեսզի դա շտապ դեպք է, կարող են լինել դաշտում, սարում, ինքնաթիռի մեջ, տարբեր տեղերում, որտեղ անհնար է տվյալ րոպեին մոտենալ եւ կատարել դեղորայքային միջամտություն, որպեսզի հիվանդին լավացնել, այդպիսի դեպքերում սքենարը անփոխարինելի է։ Այո, աշխարհի շատ երկրներում սքենարը կա շտապ օգնության մեքենաներում։ Աշխարհի շատ երկրներում է սքենարը ընդունված, լիցենզավորված որպես առանձին մեթոդ, բուժական մեթոդ։ Ցավոք մեր երկրում դեռ իրավական հաստատում չի ստացել սքենարը, օգտագործում են շատ կլինիկաներում, շատ անհատ բժիշկներ են օգտագործում, անգամ դուք որ ասեցիք, ես գիտեմ շտապ օգնության բժիշկներ, որոնք օգտագործում են սքենարը եւ բավականին լավ արդյունավետությամբ։ Այո, եւ հրաշքներ է գործում։ Բարիս բուն իմաստով։ Սքենարով կարող է աշխատել ցանկացած բժիշկ, ով անցել է մասնագիտացում։ Եվ նա կարող է արդեն հիվանդին օգնել, լավացնել հիվանդին։ Բայց սքենարը այնքան լայն սպեկտրի գործունեություն կարող է ծավալել, որ անվնաս է, որ արդեն թույլատրվում է ընտանեկան փոքր սքենար չեն սարքավորումները վաճառել եւ անգամ տնային տնտեսուհին մի փոքր կարդալով ինստրուկցիան կարող է իր
իրեն օգնել, իր ընտանիքի անդամներին օգնել։ Իսկն այնպիսի դեպքերում, երբ կա ցավ, ատամի ցավ, գլխացավ, ճնշում, ողնաշարի ցավ, տնային տնտեսուհիները, երբ որ օգտագործում են, տեսնում են արդեն արդյունքները, մարդը խելացի է լինում, ինքը նաև կարողանում է ավելի բարդ վիճակներից անել, չնայած նման դեպքերում միշտ խորհուրդ ենք տալիս անպայման բժշկի հսկողության տակ։ Այդ բոլոր դեպքերի մասին եկեք խոսենք, հա, որ դեպքերում է ցուցված սքենար սարքավորումը։ Սքենար սարքը տեղադրված է եւ արտերկրում, արևմտյան երկրներում, Ամերիկայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ուկրաինայում, նաև Հայաստանում շատ կլինիկաներում կան դրված։ Ես ասացի, չէ՞ որ ինքը իր ինստրուկցիայով ասում է, ցանկացած հիվանդի կարելի է օգնել սքենար մեթոդով։ Ասենք Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի գոսպիտալում կա սքենար առանձին կլինիկա բացած, որտեղ եւ բուժում են տարբեր հիվանդություններ, եւ նաեւ կատարում են մեծ գիտական աշխատանքներ, որովհետեւ մինչեւ այժմ սքենարի հնարավորությունները ամբողջությամբ բացահայտված չեն, ինչպես մեր օրգանիզմի հնարավորությունները։ Եվ հավատացեք, բավականին լավ դրական գործեր եւ արդյունքներ կան, որ կան այնպիսի հիվանդություններ, որ դժվար են ենթարկվում բուժման կամ դա ոչ թե դեղորայքն է վատը կամ ճիշտ բուժում չի, այլ օրգանիզմը կարող է այնպիսի վիճակում լինել, որ դեղը չի ազդում։ Այդ դեպքում, երբ համագործակցում է սքենարի հետ, հա, եւ այդ բոլոր կլինիկաներում շատ ավելի արդյունավետ է լինում բուժումը։ Երբեք չի կարելի ասել, որ սքենարն է ամեն ինչ անում, բայց դեղորայքի հետ միասին սքենարը օգտագործելը դա բերում է ավելի լավ արդյունավետ լավացման, հիվանդը ավելի շատ է լավացումը գնում, հիվանդը ավելի կարճ է պարկում հիվանդանոցում, արագ է ապաքինվում։ Կան այնպիսի հիվանդություններ, որ իսկականից չի ենթարկվում բուժման, կան փոփոխություններ արդեն օրգանական, բայց սքենարը հնարավորություն է տալիս նման դեպքերում մարդու կյանքի որակը բարելավել, որը նորից շատ մեծ բան է նշանակում տվյալ հիվանդի համար։ Ես ասացի, որ սքենարը բացի կենտրոնական ազդեցության մեխանիզմից ունի տեղային, ասենք, ցավ։ Հիվանդը եկել է երրորդ ներվի ճյուղի ցավով կամ ձեռքի ցավով, տրավմա է ստացել կամ ողնաշարի ցավով, եւ գիտեք այդ դեպքում, երբ որ 10-15 րոպե հետո առանց որևէ սրսկման կամ առանց դեղորայք օգտագործելու հիվանդի ցավը անց է կենում, հիվանդը արդեն հույսով է լցվում եւ հավատում է մեթոդին։ Երբ որ կա բորբոքային process դեղորայքի հետ միասին, նաեւ սքենարը օգտագործելով ավելի շատ եւ արագ ենք մենք հասնում այդ հակաբորբոքային արդյունքին։ Մեզ մոտ նաեւ շտապ օգնության շատ դեպքեր են գալիս։ Փողոցից կարող է մեր կենտրոն գա մտնի հիվանդ եւ ասի ճնշումս բարձրացել է, գլխապտույտ ունեմ, ականջներում ես խշշոց ունեմ, վատ եմ զգում, օգնեք։ Նաև կարող է բարձր ճնշման պատճառով սրտի շրջանում ունեմ ճնշման զգացողություն։ Եվ այդ դեպքում մենք շատ արագ կատարում ենք սքենար մեթոդով, կան մշակված մեթոդներ եւ կենտրոնների կողմից եւ մեր կենտրոնում ենք մշակել տարբեր մեթոդներ։ Առանց դեղորայքի ասենք 200-220 հիպերտոնիկ կրիզով հիվանդը գալիս է մեզ մոտ եւ 15-20 րոպե հետո երբ որ կրկնակի չափում ենք ճնշումը հիվանդի մոտ 150-140 եւ այդ դեպքում արդեն ընդհանուր վիճակն է կարգում սրտի շրջանի ցավն է անցնում եթե չի անցնում մենք աշխատում ենք նաեւ սրտի շրջանում եւ կարող ենք վերել ցավի թուլացման կամ վերացման բայց դա բուժում չի դա տվյալ դեպքում շտապ օգնություն է, որից հետո մենք խորհուրդ ենք տալիս, որ նեղ մասնագետ, ասենք կարդիոլոգը հետազոտի, եւ եթե հիվանդը նորից ցանկանում է մեր մոտ շարունակել բուժումը, նեղ մասնագետի նշանակումների հետ միասին նաեւ մենք կատարում ենք մեր բուժումը, որը շատ արդյունավետ է լինում։ Ինչ հիվանդություններ են բուժվում այս մեթոդով։ Դուք ասացիք շտապ օգնության դեպքեր։ Շտապ օգնության այս դեպքերն են, ասենք մեր շտապ օգնության ժամանակ մեզ դիմել են եւ երիկամաքարային կոլիկայով հիվանդներ եւ լեղաքարային կոլիկայով հիվանդներ, որոնք ուժեղ ցավերով են եկել, ասենք ողնաշարի ցավով, որը կարող է լինել եւ միջողային ճողվածքի դեպքում, բայց հիվանդը երիտասարդ է, առողջ է, նա մրսացրել է, մեջքը անարմար շարժում է արել եւ ուժեղ ռադիկուլյար ցավով գալիս եւ ասում է չեմ կարողանում շարժվել 15-ից 20-25 րոպե աշխատելուց հետո հիվանդի մոտ ցավը անցնում է եւ հիվանդը ուրախացած ասում է շնորհակալություն բժիշկ գնում է ցավը այդ աշխատում են օրգանիզմի ներքին պաուստային ռեզերվները եթե մի փոքր բժշկականորեն ասեմ էնդորֆինային համակարգն է աշխատում շատ հետաքրքիր դեպքեր են լինում նաեւ այնպիսի դեպքերում ասենք պերիոդիկ հիվանդությունը Երևանյան հիվանդության ժամանակ որը եթե պրիստոպը սկսվում է դա տևում է
1-ից 3 օր անտանելի ցավեր եւ ոչ մի դեղորայք չի օգնում։ Շատ ժամանակ Սկենարը այս դեպքում օգնում է։ մենք ունենք բազմաթիվ դեպքեր եւ սկենարը հանում է պրիստուպից հիվանդին։ Որոշ հիվանդների մոտ կարող է ամբողջությամբ անցնել, որոշների մոտ թուլանում է անհամեմատ շատ թույլ զգացողություն է մնում։ Եղել են դեպքեր, որ բավականին երկար ենք աշխատել, որ նոր կարողացել ենք այդ ցավերը անցկացնել, բայց անց է կացնում ցանկացած ցավ։ Ես սա ասեցի չեմ ասում, որ մենք պերիոդիկ հիվանդությունը բուժում լավացնում ենք, բայց հիվանդի կյանքի որակը կարող ենք լավացնել։ Եթե առաջ նրա մեր մոտ բուժում ստանալուց հետո պրիստուպները տևում էին 2 օր, 3 օր եւ կան դեպքեր, որ շաբաթվա ընթացքում, ամսվա ընթացքում պրիստուպից հիվանդը դուրս չի գալիս, օրգանիզմի տվյալ պայի վիճակից ելնելով, մենք կարողանում ենք այդ ցավերը թեթևացնել, պրիստուպների ընթացքը կարճացնել եւ ունեցել ենք դեպքեր, մոտ 40-անց կին էր, որը ասում էր, երբ որ ես նախանշանները տեսնում եմ, որ պետք է ինձ մոտ պրիստուպ լինի, մի հատ պարացետամոլ եմ օգտագործում եւ պրիստուպ չեմ ունենում։ Եթե հիվանդը եկավ բժիշկի մոտ, չի կարող ասել, որ մանավանդ քրոնիկ հիվանդությունները, մանավանդ եթե կա գենետիկ փոփոխություններ, ասել, որ 100%-ով լավացնում է, ոչ, բժիշկը կատարում է իր գործը, բուժում է հիվանդին, ոնց որ մենք, արդեն օրգանիզմը իր հնարավորություններից ելնելով կատարում է հիվանդության լավացումը։ 100%-ով ոչ մի բժիշկ չի կարող խոստանալ բուժում։ Մենք մանրամասն բացատրում ենք բուժման մեթոդի մասին, բացատրում ենք հնարավոր ընթացքի մասին։ Օրինակ կան այնպիսի քրոնիկ հիվանդներ, որոնց ասում ենք, որ դուք 1 տարվա ընթացքում պետք է գոնե 2 անգամ գաք արդեն ոչ երկար ամբողջական կուրս, այլ պրոֆիլակտիկ 5-ից 7 օր ստանաք պրոցեդուրաները, որ ձեր օրգանիզմը չվատանա։ Ինչքան հնարավորություն ունի մեր գլխուղեղը, այդքան հնարավորություն ունի մեր օրգանիզմը եւ մենք օգնում ենք օրգանիզմին, որպեսզի օրգանիզմը բերի լավացման։ Ցանկացած հիվանդության ժամանակ։ Այսինքն սկենարը դա տեղեկատվություն է տալիս գլխուղեղին, որ կա այսպիսի հիվանդություն աշխատի լավացնել։ Շատ լավ։ Ես կուզենայի, որ մենք ներկայացնեինք նաև ձեր սարքավորումները։ Ու եթե կարելի է մի փոքր առանձին։ Առաջինը սկենար սարքը վերվեց, ստեղծվեց կաբինետ, հետո զարգացրեցինք նոր մեթոդներ, նոր սարքավորումներ եւ ստեղծվեց սկենար կենտրոնը, առողջության վերականգնողական կենտրոնը։ Սկենարի մասին ասեցինք կարճ, մյուսը մեզ մոտ կան եւ հետազոտման սարքավորումներ, որոնք օբերոնը, ռիստան, չակրան, ստաբիլան սարքավորումներ, որոնք նորագույն սարքավորումներ են, ամեն մեկը իր ուրույն տեղ ունի մեր կենտրոնի ընդհանուր հետազոտման մեջ։ Ասենք մի սարքով մենք հետազոտում ենք հիվանդագին վիճակները, հայտնաբերում ենք հիվանդությունները եւ հնարավորինս աշխատում ենք գտնել պատճառները։ Մյուս սարքով մենք հետազոտում ենք օրգանիզմի ամբողջ ֆունկցիաները, դա ռիստա սարքավորումն է, որով մենք գտնում ենք ամբողջ ֆունկցիոնալ խանգարումները եւ սարքը ինքը տալիս է նաև ռեցեպտ։ Դա ստեղծվել է, որպեսզի կոսմոսում օգտագործեն եւ ոչ բժիշկը կարողանա իրեն գտնել ռեցեպտ, բուժել սկենար սարքով լավանալ։ Եվ դա սուբյեկտիվիզմը համարյա զրոյ է հասցրել, որովհետեւ ոչ բժիշկն է դա անում շատ դեպքերում։ Մենք կատարում ենք բժշկորեն եւ իմ կարծիքով ավելի խորն ենք վերլուծում։ Մյուս սարքավորումը դա ստաբիլան սարքավորումն է, որը օրգանիզմի ողնաշարի վերտիկալ դիրքից, այսինքն ուղղահայաց դիրքից կախված շատ օրգան սիստեմներում կարող են լինել եւ ֆունկցիոնալ խանգարումներ եւ հիվանդագին վիճակների առաջացում։ Այն մենք այդ սարքով ստուգում ենք ողնաշարի ֆունկցիաները, առաջ հետ շարժումը, նրա մենք կարող ենք դրանով կատարել նաև միոգրաման, պուլմոնոգրաման եւ նրա ռեակցիան ստուգել, այսինքն Եվ գիտեք, այդ սարքը նաև մենք օգտագործել ենք մեր բավականին հայտնի սպորտսմենների վերականգնման համար, որտեղ սկենար կենտրոնը հիմնականում վերականգնողական մեծ աշխատանք է կատարում։ Այնց այդ սարքավորումները ինչով է տարբերվում մեր կենտրոնը, որտեղ շատ կենտրոններ կան, որ ունեն նման սարքավորումներ կամ նմանատիպ սարքավորումներ։ Մենք այս 10 տարիների ընթացքում աշխատել ենք մշակել այնպիսի նոր մոտեցումներ հիվանդության լավացման համար, որ կարողանանք օգտագործել բոլոր սարքավորումները միասին, համատեղ եւ համատեղելով ավելի արագ եւ ավելի արդյունավետ բերենք հիվանդության լավացմանը։ Մյուս սարքավորումը դա տրանսկրանալ էլեկտրոխթանում սարքավորումն է, որը գիտեք ամեն մի սարքը ստեղծել է մի մեծ գիտահետազոտական, բժշկական
ինստիտուտ, դա ասենք Սանկտ Պետերբուրգի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ստեղծված սարքն է Պավլովի անվան ակադեմիկ Լեբեդևի կողմից, որը նույնպես գլխուղեղին տալով ինֆորմացիա էլեկտրական իմպուլսների միջոցով հատուկ կետերի կատարում է օրգանիզմի ամբողջ ռեզերվային պահոստի օգտագործում եւ բերում է լավացման եւ դա համատեղելով սկենարի հետ հավատացեք մենք շատ լավ արդյունքներ ենք ունենում։ Մեզ մոտ կարող են գալ շաքարային դիաբետով հիվանդներ, որոնք երկար տարիներ բուժվում են շաքարից եւ պետք է բուժվեն։ Նրանց մոտ ասենք որոշների մոտ գնում է երիկամների ախտարում, նեֆրոպաթիա, որոշների մոտ ստորին վերջույթների անոթավորման խանգարումներ են բերում, որը առաջացնում է տրոֆիկ խոցեր եւ եթե ճիշտ կամ ժամանակին բուժումը չստանան, մարդիկ կարող են բերել հետ բարդությունների, որը բերում է նաև վիրահատական ճանապարհով բուժման, կամ կարող է բերել ռետինոպաթիան, այսինքն տեսողական ֆունկցիայի անկում, ցանցաթաղանթի հետ բջիջների ախտարման հետևանքով։ Մի հիվանդը կարող է դիմել միայն ոտքի ցավի համար, մյուս հիվանդը կարող է դիմել միայն տեսողական ֆունկցիայի խանգարում, մյուսը երիկամների համար, կամ մեկը բարձ։ Մենք որ հետազոտում ենք, գտնում ենք ամբողջ օրգանիզմի կատարված ֆունկցիոնալ խանգարումներ կամ հիվանդագին վիճակները եւ օգնելով օրգանիզմին վերականգնելով այդ ֆունկցիոնալ խանգարումները օրգանիզմը ինքը իրեն է լավացնում։ Շաքարային դիաբետի ռետինոպաթիայով ունենք շատ հիվանդներ, նեֆրոպաթիայով, նեյրոանգիոպաթիայով եւ դա միայն կատարվում է էնդոկրինոլոգի բուժման հետ համատեղ։ Լինում են դեպքեր, երբ որ նշանակված բուժումը արդեն ասում է բժիշկ, ես ինսուլինը նոր չափով բաժինով ինչ որ նշանակված է խմում ենք եւ բայց արդեն 7-ից ցածր է կամ 5 է հասել, ես ասում եմ անպայման ձեր էնդոկրինոլոգը թող կարգավորի դեղաչափը։ Շատ լավ մեզ մոտ օգնում ենք հետ ինսուլտային հիվանդությունների ժամանակ, բարդությունների ժամանակ, մարդը տարել է ինսուլտ, բավականին լավ բուժում ստացել այդ սուր վիճակից հանդել են, բայց կա վերականգնողական շրջան, որը երկար է տևում։ Սքենար մեր առողջության վերականգնողական կենտրոնի դերը վերականգնողման հարցում բավականին լավ է, մենք շատ ավելի արագացնում ենք վերականգնման process-ը եւ մարդու քայլվածքը եւ ձեռքի շարժումը եւ դուք ինքներդ տեսել եք մեզ մոտ նման հիվանդների։ Շատ են մեզ դիմում, ասենք տեսողական ֆունկցիայի խանգարումով եւ երեխաներ եւ մեծահասակներ եւ միջին տարիքի, ասենք կարճատեսություն, հեռատեսություն, գլաուկոմայով հիվանդներ են դիմում ներակնային ճնշման բարձրացման դեպքում, տեսողական ներվի մասնավոր ատրոֆիայի դեպքում։ Գիտեք, այդ դեպքում օգտագործելով նեղ մասնագետների բուժում մենք կարողանում ենք բավականին լավ արդյունավետ օգնել տեսողական ֆունկցիայով խանգարումներով հիվանդներին։ Մեզ մոտ բավականին լավ կարողանում ենք օգնել երրորդ ներվի ճյուղերի բորբոքումով հիվանդներ, որոնք երկար ժամանակ ստանում են դեղորայքային բուժում, թեթևանում է ցավը եւ անցնում է։ Համատեղելով սքենար թերապիայի հետ մենք բավականին լավ արդյունքներ ունենք երրորդ ներվի ճյուղերի բուժման ժամանակ, ռադիկուլիտների ժամանակ, պլեքսիտների ժամանակ շատ լավ արդյունք ենք ունենում։ Ողնաշարի միջողային ճողվածքների դեպքում, ողնաշարի ցավերի դեպքում մեզ մոտ գալիս են հետազոտված, մեզ մոտից գնում են նորից հետազոտվում են, մենք բազա ենք ստեղծել եւ ամեն ինչը կա։ Եվ բարձրորոշ արդեն երևում են արդյունքները։ Արդյունքները։ Այդ դա է կարևորը։ Ասենք ողնաշարի միջողային ճողվածքները, շատ ժամանակ հիվանդը գալիս է, ասում է պարանոցի շրջանում ուժեղ ցավեր ունեն, բայց երբ որ հետազոտում ենք, տեսնում ենք, որ ողնաշարի շրջանում էլ կան ֆունկցիոնալ խանգարումներ եւ մենք կարողանում ենք դա բավականին լավ օգնել նման հիվանդներին։ Մյուսը պոլիարթրիտներով, արթրոզներով, ասենք առանձին հոդերի հոդաբորբոքումով կամ աղերի կուտակումով, երբ որ նոր են սկսվել ցավերը եւ հիվանդը արդեն չի կարողանում քայլել, ուժեղ ցավերի պատճառով մենք կարողանում ենք օգնել պոլիարթրիտների դեպքում, արթրոզների դեպքում, բորբոքային պրոցեսների դեպքում, աղային կուտակումների դեպքում կարողանում ենք հիվանդի հոդի ֆունկցիան վերականգնել, որը բերում է կյանքի որակի լավացման։ Իսկ դա քիչ չի, կան, որովհետև երբեք չես կարող ասել, այնտեղ գնացել է անատոմիական փոփոխություն, արդեն մենք վերջ լավացնել ենք գնա, դա հնարավոր չի։ Դա միայն վիրաբույժը կարող է նոր հոդ վիրահատել, որը դնել, բայց նույն հոդը բուժելը ինչքան հնարավոր է պետք է մենք կարողանանք ճիշտ օգտագործել օրգանիզմի հնարավորությունը եւ բուժումը կատարել։ Մեզ դիմում են թիրոտոքսիկ զոպ, դիֆուզ զոպ, այ հենց հիմա ունենք մեզ մոտ նման հիվանդ բավականին հայտնի լրագրող, նա երկար տարիներ դեղորայք է ստացել եւ ունի դիֆուզ զոպ։
ու պլյուս դրան նաև օրգանիզմում շատ ուրիշ այլ գանգատներ, ֆունկցիոնալ խանգարումներ։ Նեղ մասնագետի հետ միասին համատեղ, որը նշանակել է էնդոկրինոլոգը իր կողմից դեղորայքը, հիվանդը ընդունում է իր դեղորայքը, մենք կատարում ենք արդեն 5-րդ օրն է եւ ինքը նշում է, որ բավականին մեծ փոփոխություն կա եւ արդեն նեղ մասնագետը կչացրել է դեղորայքի դեղաչափը։ Դա նույնպես բուժում լավացում է։ Իհարկե, ձեր ասած փոխվում է մարդու կյանքի որակը, որովհետեւ չի կարող բժիշկը ասել 100%-ով մենք լավացնում ենք։ Միզասեռական հիվանդությունների ժամանակ մենք շատ լավ կարողանում օգնել։ Երբ որ շատ ժամանակ հիվանդը գալիս հարցնում է, ասում է, բժիշկ, ինչ գարանտիա կտաս։ Ես դեպքում բերում եմ շատ ժամանակ էզոպոսի առակը, երբ որ մեկը անցորդ հարցում է, աթենքից ես գալիս, այո, երբ կհասնեմ, ասում է, չգիտեմ։ Երբ որ քայլում է, հետևից ասում է, 1 ժամից կհասնես, գալիս ասում է, ինչի այդպես։ Ես պետք է տեսնեի ոնց ես քայլում։ Նույնը ես եմ ասում, ես պետք է տեսնեմ ձեր օրգանիզմը նման տվյալ մեթոդին ինչ պատասխան է տալիս, որ կարողանամ ասել, ինչքան կարող է, ինչքան է հնարավոր ձեր լավացման աստիճանը։ 12 տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում բազմահազար բուժված հիվանդներ։ Սակայն վերջերս ձեր կենտրոնի մասին թե մամուլում, թե հեռուստատեսությամբ այսպես լսվեցին տարբեր կարծիքներ եւ լավ եւ վատ, շատ շոշափվեց կենտրոնի անունը։ Ձեր վերաբերմունքը, հա, չարախոսություններին, բացասական կարծիքներին։ Սկզբում անհանգստանում էի, բայց հիմա ես գիտեք հաճույք եմ ստանում։ Ուրեմն մեր կենտրոնը այնքան մեծ ուժ է դարել կամ այնքան հայտնի է դարել, իր իմիջը այնքան է բարձրացել, որ 4 կողմից ուզում են ոչ մասնագիտորեն, ոչ մասնագետ, ասենք իրավաբանը կարող է բժշկությունից խոսալ, որը մարդու ծիծաղ կարող է առաջացնել կարծիքով, եւ նրանք աշխատում են իմիջի վրա, ոչ թե մեր բուժական հնարավորությունների վրա, այլ իմիջի վրա։ Գիտեք, եթե մարդը ինչ-որ բան ունի եւ մանավանդ իրավաբանը կարող է ինչ-որ արդյունքի հասնել իր գործունեությամբ, նա չի դիմի շոուներին։ Կարող է հարցնել եւ կողքը կանգնած բժիշկ մասնագետ, երբ որ հարց է տալիս, նա հեռուստատեսությամբ հայտարարի, ես մասնագետ չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, կամ հիվանդին ներկայացնի, որը ասի 3-րդ օրը ստիպեցին, որ շնորհակալություն գրենք, որ բժիշկը կարող է հիվանդին 3-րդ օրը ստիպել չլավացած շնորհակալություն գրել։ Դա ծիծաղ առաջացնում, ես հիմա ծիծաղում եմ նման բաների վրա։ Ծիծաղեք եւ հիշեք, որ նախանձիստվերը միշտ ուղեկցում է հաջողակ մարդկանց։ Ես չեմ մտածում։ Գիտեք, ուրեմն մենք բավականին մեր ուրույն տեղը ուրեմն կենտրոնը գրանցել է հաջողություններ։ Ունենք լավացումներ։ Եվ վերջապես կա ամեն մարդու գործ, ամեն կենտրոնի գործ ասելուց ինչի այդտեղ հեռուստաեթերով չէր ասում, որ 3 տարվա ընթացքում 1300 հիվանդ է մեզ դիմել։ Եվ բոլորը ունեն լավացումներ, փաստացի լավացումներ, եւ գոհ են գնացել 2 հիվանդ 2 տարի շարունակ բողոքում են։ Դա իմ կարծիքով գիտեք միտումնավորություն եմ ես տեսնում այստեղ անբան հետ խաղալու համար։ Սրանով նրանք ինձ վատություն չեն անում, որովհետեւ ինձ իմացող հիվանդները, որոնք իմ մոտ բուժվել են, նա նորից են գալիս իմ մոտ, դիմում են։ Բայց ամենակարևորը գիտեք ինչն է, այն հիվանդին, որ կարող ենք օգնել, նրանք աշխատելով այդպիսի մեթոդներով կոտրում են հիվանդի մեջ հույսը։ Չեմ կարծում, որովհետև այս պատմության միջից իհարկե դուք ձեզ համար էլի կվերցնեք շնորհակալական բազմաթիվ խոսքեր, բազմաթիվ մարդկանց պատմություններ, որի ընթացքում բարձրացել է իրենց ձեր ասած կյանքի որակը, իսկ ես սիրելիներս ուզում եմ ասել, որ օրգանիզմը եւ սքեները դրանք երկու համակարգեր են, որոնք աշխատում են ձեռք-ձեռքի տված իշահ մեր կյանքի որակի լավացման։ Մի մոռացեք այս հրաշագործ դուետի մասին, միշտ հիշեք։ Շատ շնորհակալ եմ այսօրվա հաղորդման համար, ինձ հաճելի էր, ես կարող եմ ասել մի բան, բժիշկին եւ բուժական կենտրոնի կատարած գործունեությունը որոշվում է նրա բուժած հիվանդներով, կատարած գործով, իսկ մենք լավ գործ ենք կատարում։ Մենք մարդկանց կարողանում ենք օգնել, բարելավել նրանց կյանքի որակը։ Հաղորդման հովանավորն է Կրթության միջազգային ակադեմիան։ Հանդիպման վայրը Հայրեստ ռեստորան։ Հայրեստ, հին համ, նոր զգացողություններ։ Կրթության միջազգային ակադեմիա, Երևանի Հայբուսակ համալսարանի տարրական դպրոցն իր դռներն է բացում փոքրիկների առջև։ Սկսեք կյանքի կարևորագույն գործը լավագույն կրթօջախում։
Կրթություն եւ դաստիարակություն եվրոպական չափանիշներով, գեղագիտական եւ սպորտային խմբակներ, օտար լեզվի խորացված ուսուցում, տնային հանձնարարությունների պատրաստում հենց դպրոցում, մանկական առողջ սնունդ օրը 2 անգամ, մանկաբուժի մշտական հսկողություն, հարմարավետ տրանսպորտային փոխադրամիջոց, իսկ կարևորը արտերկրում աշխատանքային փորձ ունեցող հոգատար պրոֆեսիոնալ մանկավարժներ, ձեռք բերեք կայուն գիտելիքներ գեղեցիկ հետաքրքիր միջավայրում։